ԱՄՆ-ում սեփական տուն ունենալը կդառնա ավելի հեշտ, դա ապահովող օրենքի նախագիծը Սենատում ընդունվել է երկու կուսակցությունների համաձայնությամբ։ Այն նախատեսում է դրամաշնորհներ ու աջակցության այլ գործիքներ նոր բնակարան ձեռք բերող կամ կառուցող ընտանիքների համար։ Տեղական իշխանություններն էլ հնարավորություն կստանան արագացնել շինարարական աշխատանքները եւ կրճատել ավելորդ թղթաբանությունը։ Օրենքով կսահմանափակվի խոշոր ներդրողների մասնակցությունը, նրանք չեն կարողանա ներգրավվել այս ծրագրում, որի նպատակը անհատական բնակարանը մատչելի դարձնելն է հենց ընտանիքների, ոչ թե շինարարների կամ ներդրողների համար։ Փաստաթուղթը կուղարկվի ներկայացուցիչների պալատ, որտեղ եւս ենթադրվում է կհաստատվի առանց դժվարության։ Հաջորդ քայլը կլինի Թրամփի ստորագրությունը։ Նախագահի վարչակազմը նույնպես ողջունել է այս նախաձեռնությունը։ Օրենքը խոստանում է լուրջ առաջընթաց ապահովել բնակարանային հարցում, որը ԱՄՆ-ում ամենահրատապներից մեկն է համարվում։ Այն պետք է մեղմի տների բարձր գների խնդիրը։ Ամերիկացիները հույս ունեն, որ տուն գնելը ավելի հասանելի կդառնա։ Սպասվող ընտրություններից առաջ թեման սոցիալականի հետ նաև քաղաքական նշանակություն է ստացել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Հրդեհի ծուխը դեռ թունավորում է Լոս Անջելեսի օդը։ Վտանգավոր երթևեկություն մոտ 10 անց միտումնավոր վրաերթի է ենթարկվել։ Իրանի հետ պատերազմը պահանջում է $80 միլիարդ, արդյոք օրենսդիրները կհամաձայնեն։ Լավ լուր վարորդների համար նավթի գինը նվազում է։ Ինչու են միլիոնավոր մարդիկ ԱՄՆ-ում կորցրել բժշկական ապահովագրությունը, իսկ թողարկման երկրորդ հատվածում Անու Հարությունյանը ձեզ կպատմի ամերիկյան ամենանշանավոր շիկահերի մասին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Լոս Անջելեսի Boyle Heights-ում հրդեհը չի մարում արդեն 6 օր։ 500,000 քառակուսի մետր տարածքով շենքը շարունակում է այրվել։ Ծուխը տարածվել է հարակից շրջաններում, բնակիչներին հորդորում են մնալ տներում, փակ պահել պատուհաններն ու դռները։ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը փոխել է դասերի վայրը։ Որոշ կրթական կենտրոններ այս օրերին դադարեցրել են աշխատանքը, իսկ որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ տեղափոխվել են այլ տարածքներ։ Հսկայական պահեստում հրդեհը սկսվել էր տանիքի արևային վահանակների հատվածից։ Ընկերությունը կարծում է, որ կրակի աղբյուրը ծագել է ենթակապալառուների աշխատանքի ժամանակ։ Դեպքի պատճառների քննությանը զուգահեռ շարունակվում է օդի որակի մոնիթորինգը։ Մասնագետների խոսքով օդում վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել, բայց օդի որակի մասին զգուշացումը դեռ ուժի մեջ է մնում։ Պահեստի ներսում հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են։ Պենտագոնը $80 միլիարդ է պահանջում Իրանի հետ պատերազմի համար, այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Հեքսեթը օրենսդիրների հետ հանդիպմանը։ Գումարն անհրաժեշտ է զինամթերքը լրացնելու եւ սարքավորումները նորոգելու համար։ Կառավարությունը նախատեսում է գալիք տարին $1.5 տրիլիոն հատկացնել պաշտպանության ծախսերին։ Դա նախորդ տարվա համեմատ 50%-ով ավելի է։ Դեմոկրատների շատերը կտրուկ դեմ են արտահայտվել ռազմական ծախսերի աճին, ավելի զգուշավոր դեմ են արտահայտվել նաև որոշ հանրապետականներ։ Նրանց հակադարձել է Հեքսեթը, նշելով, թե դա գինն է, որ ամերիկացիները վճարում են Իրանի միջուկային զենք ունենալու հեռանկարը բացառելու համար։ ԱՄՆ բյուջեի եւ կառավարման գրասենյակը դեռ պաշտոնական հարցում չի ուղարկել, սակայն քննարկումները Կապիտոլիումում արդեն սկսվել են։ Արդյոք օրենսդիրները կհամաձայնեն ռազմական ծախսերի կտրուկ աճին, մեծապես կախված է նաև առաջիկա շրջանում Իրանի հետ տարվելիք բանակցությունների արդյունքներից։ Եթե հաջողվի արագ ու համոզիչ խաղաղության հասնել, ռազմական ծախսերը ավելացնելու կարիք շատ չի զգացվի, հակառակ դեպքում կհաղթեն ռազմական ծախսերը մեծացնելու կողմնակիցները։ Նավթի գները կտրուկ նվազել են, 1 բարելը դարձել է $74-ից պակաս։ Գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ն որոշում է ընդունել իրանական նավթի գնման պատժամիջոցները ժամանակավորապես դադարեցնել։ Այս թույլտվությունը կգործի 60 օր։ Միջազգային նավթի գինը նվազել է 4%-ով, հասնելով $77 1 բարելի դիմաց։ Սա ամենացածր ցուցանիշն է հակամարտության սկզբից ի վեր, բայց գները դեռ բարձր են նախապատերազմական շրջանից։
Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը սկսել է վերականգնվել, ծավալները դեռ ցածր են նախապատերազմական ցուցանիշներից։ Միջինը օրական 23 նավ է անցնում նեղուցով, պատերազմից առաջ այդ թիվը հասնում էր 130-ի։ Շատ նավեր շարունակում են օգտագործել ստվերային երթուղիներ, նրանք հաճախ անջատում են իրենց ազդանշանային սարքերը։ Վառելիքից բացի այլ ապրանքների գները նույնպես սկսել են նվազել։ Բարտանյութի հիմնական բաղադրիչը էժանացել է 50%-ով։ Սա ուրախալի ցուցանիշ է գյուղատնտեսության ոլորտի համար, սակայն կարգավորումը դեռ վերջնական չէ։ Իրանը սպառնում է ցանկացած պահի փակել նեղուցը, եթե գնահատի, որ պայմանավորվածությունները խախտվել են։ Լիոնել Մեսսին դարձավ աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն իր 18 գոլով առաջ անցնելով Միրոսլավ Կլոզեից։ Այս նվաճումը գրանցվեց ամերիկյան Դալասում Ավստրիայի դեմ խաղում։ Մեսսին 38-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը խփելով իր 17-րդ գոլը, իսկ խաղի վերջում գոլերի թիվը հասցրեց 18-ի։ Արգենտինան հաղթեց 2-0 հաշվով, ֆուտբոլիստը այս շաբաթ կդառնա 39 տարեկան։ Մեսսին 5 տարբեր առաջնություններում խփել է 13 գոլ, այս տարի արդեն նա 5 գոլ ունի։ Ալժիրի հետ խաղում ֆուտբոլի լեգենդը հետ-թրիկ է ձևակերպել, Ավստրիայի հետ խաղում դուբլ։ Մեսսին 2006 թվականից է մասնակցում աշխարհի առաջնությանը, նա առաջին խաղացողն է, որ մասնակցում է 6 առաջնության։ Ընթացիկ առաջնությունը ամենայն հավանականությամբ վերջինը կդառնա տաղանդավոր ֆուտբոլիստի համար։ Այս օրերին ֆուտբոլի պատմության մեջ բացառիկ էջեր է ավելացնում Իրանի հավաքականը անկախ իր անցկացրած խաղերի արդյունքներից։ Փաստացի իրանցի մարզիկները խաղում են մի երկրում, որի հետ իրենց պետությունը պատերազմի մեջ է։ Իրանի հավաքականը արդեն 1 խաղ է անցկացրել Լոս Անջելեսում, թիմը բախվել էր վիզաների և ճանապարհորդության սահմանափակումներին, իսկ հանդիպման ավարտից հետո խաղացողները ստիպված են եղել շտապ վերադառնալ Մեքսիկա։ Ամեն դեպքում Թեհրանում որոշում էր ընդունվել, որ Իրանի հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը և մարզիկներն այժմ իրականացնում են այդ որոշումը հակառակ դժվարություններին։ Նրանց ելույթները մեծ ոգևորությամբ են ընդունվում ինչպես Իրանում, այնպես էլ ԱՄՆ-ում, որտեղ իրանական մեծ ու ուժեղ համայնք կա։ Լոս Անջելեսի Քալվեր Սիթիում սարսափելի դեպք է տեղի ունեցել, 45-ամյա բնակիչը գողացված մեքենայով վրաերթի է ենթարկել լցակայանի մոտ կանգնած մարդկանց։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, ոստիկանությունը հայտնում է, որ վարորդը միտումնավոր է հարվածել մարդկանց։ Ոստիկանները հետապնդել են իրավախախտին Քալվեր Սիթիից մինչև Լոս Անջելեսի կենտրոն։ Հետապնդման ընթացքում նա վնասել է ևս մի քանի մարդու։ Վերջում նրա մեքենան բախվել է Մակդոնալդսի վարորդների սպասարկման սրահում կայանված մեկ այլ մեքենայի և կանգնել։ Իրավախախտը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել 10 կետով սպանության փորձի համար։ Մեղադրանքների ցանկում են նաև մեքենայի գողությունը, ոստիկանից փախուստը և ոստիկանի նկատմամբ բռնության գործադրումը։ Իրավապահները նշում են, որ վարորդը մեքենայով հարվածել է 8 հետիոտնի և 1 ոստիկանի։ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանի ղեկավարը հեռացել է պաշտոնից, նրան առաջադրված մեղադրանքների մանրամասները դեռ հայտնի չեն։ Հետաքննությունը իրականացնում է FBI-ը, աղբյուրները նշում են, որ խոսքը կաշառք ստանալու մասին է, սա կապ չունի Լոս Անջելեսի դպրոցների աշխատանքի հետ։ Քարվալիոն հերքում է մեղադրանքները։ Քարվալիոն պաշտոնական հայտարարությամբ հայտնել է իր հրաժարականի մասին։ Ուսուցիչների միությունը հայտարարել է, որ հրաժարականը սպասելի էր։ Նրանք նոր ղեկավարից ակնկալում են թափանցիկություն և աշակերտների շահերի պաշտպանություն։ Ներկայումս Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը ժամանակավոր ղեկավար ունի։ Դպրոցական խորհուրդը դեռ չի ընտրել մշտական ղեկավար։ Հակառակ կադրային փոփոխություններին դպրոցական շրջանը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Ամերիկայում առողջապահական ծրագրերից օգտվողների թիվը կտրուկ նվազել է, վերջին 1 տարում ավելի քան 5 միլիոն մարդ զրկվել է ապահովագրությունից։ Սա լուրջ խնդիր է դարձել բնակիչների համար, անկումը կապված է Թրամփի նախաձեռնության հետ։ Այն մեծ կրճատումներ է նախատեսում բժշկական ծրագրերում, ընդհանուր առմամբ Մեդիքեյդից օգտվողների թիվը նվազել է 3,8 միլիոնով, այլ ծրագրերից օգտվողները պակասել են 1,2 միլիոնով։ Մասնագետները նախազգուշացնում են, ապահովագրության բացակայությունը մեծացնում է վտանգը։ Բնակիչները խուսափում են հաշվառվելուց, վախենալով օրենքի հետ խնդիրներից։ Բուժման ծախսերը հետագայում ընկնելու են հարկատուների ուսերին։ Առողջապահական ճգնաժամը դառնում է ավելի շոշափելի, շատ փորձագետների գնահատմամբ, եթե մոտեցումները չփոխվեն, առաջիկայում իրավիճակն ավելի կբարդանա։
Նենսի Գաթրիի անհետացման գործով նոր մանրամասներ են պարզվել։ Անհայտ անձինք լրատվամիջոցներին երկրորդ նամակն են ուղարկել, նշելով, որ կինը մահացել է։ Նամակում փրկագնի պահանջ չկա, կնոջ մարմնի գտնվելու մասին տեղեկություններ ևս։ 84-ամյա Նենսի Գաթրին անհետացել էր փետրվարի 1-ին։ Նա Today հեռուստահաղորդման հաղորդավարուհի Սավանա Գաթրիի մայրն է։ FBI-ը կասկածյալի տեսագրությունն ունի, բայց նրան չեն կարողացել նույնականացնել ու գտնել։ Ավելի վաղ անհայտ աղբյուրից լրատվամիջոցներին մեկ այլ նամակ էր հասել։ Այդ նամակում առևանգողները որպես փրկագին կրիպտոարժույթ են պահանջել, սակայն երկրորդ նամակը հակառակ բովանդակություն ունի։ Իրավապահները վստահ չեն, որ երկու նամակներն էլ ուղարկել են նույն աղբյուրից։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմնորությունները։ Լոս Անջելեսում սպասվում է ուժեղ շոգ, ջերմաստիճանը կհասնի 32-ից 37 աստիճան Ցելսիուսի։ Այն կարող է վտանգավոր լինել հատկապես աշխարհի գավաթի հյուրերի համար, այս մասին զգուշացնում է ազգային եղանակային ծառայությունը։ Զգուշացումը գործում է երեքշաբթի առավոտից մինչև ուրբաթ։ Շոգը կզգացվի Լոս Անջելեսի, Սան Գաբրիել եւ Սան Ֆերնանդո հովիտներում։ Այն կհասնի նաեւ Սանտա Կլարիտա եւ Լոս Անջելեսի կենտրոն։ Լոս Անջելեսի կենտրոնում ջերմաստիճանը կլինի մոտ 27-ից 29 աստիճան։ Ներքին շրջաներում շոգը կլինի ավելի խիստ։ Իշխանությունները հորդորում են խուսափել արևի տակ երկար մնալուց։ Մարդիկ պետք է շատ ջուր խմեն, պետք է հոգ տանեն տարեցների ու երեխաների մասին։ Հինգշաբթի օրվանից ջերմաստիճանը կսկսի նվազել։ Ընդամենը 1 ժամվա ճանապարհ ու աղմկոտ Լոս Անջելեսից հայտնվում ես Կալիֆոռնիայի ամենամեծ հանգստի գոտիներից մեկում։ Խոսքը Lake Perris պետական արգելոցի մասին է։ Այստեղ դուք կարող եք մի ամբողջ օր անցկացնել լողափին կամ այդ օրը վերածել լիարժեք արկածի։ Հարավային Կալիֆոռնիայի այս հանրահայտ արգելոցում կա ավելի քան 430 քեմփինգային տարածք լողալու համար նախատեսված հատուկ լողափ։ Նախատեսված են նաև պիկնիկի վայրեր, նավակներով զբոսնելու, ձկնորսության, անգամ ալպինիզմի հնարավորություններ եւ բազմաֆունկցիոնալ արահետներ, որոնք շրջապատում են լիճը, հնարավորություն տալով վայելել լավագույն տեսարանները։ Անկախ նրանից դուք պլանավորում եք վրանային ճամբար, պարզապես պասիվ հանգիստ բնության գրկում, թե ակտիվ արկածներ, այստեղ զբաղմունք հաստատ կգտնեք ամռան ողջ ընթացքում։ Լողացող կնոջը նավակ է հարվածել։ Դեպքը տեղի է ունեցել Քոլորադո գետի վրա։ Կինը լողալիս է եղել փչովի օղակով։ Սան Բերնարդինոյի շրջանի իրավապահները հաստատել են միջադեպի փաստը։ Բժիշկները տեղում նախնական օգնություն են ցուցաբերել կնոջը։ Տուժածին տեղափոխել են Լաս Վեգասի վնասվածքաբանական կենտրոն։ Կնոջ վիճակի մասին այժմ տվյալներ չկան։ Հետաքննությունը դեռ փորձում է պարզել բոլոր հանգամանքները։ Անկախ արդյունքներից փորձագետները բոլոր հանգստացողներին կոչ են անում զգուշություն ցուցաբերել, քանի որ վերջին շրջանում ԱՄՆ-ում կտրուկ ավելացել է հանգստի շրջանում վնասվածքներ ստացող քաղաքացիների թիվը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանո Հարությունյանը ձեզ կպատմի մի մարդու մասին, որի անունը վաղուց արդեն դարձել է բրենդ։ Բարև ձեզ։ Աշխարհում շատ քաղաքական գործիչներ կան, որոնց անունները հիշում են պաշտոնի պատճառով։ Թրամփի դեպքում իրավիճակը այլ է, ավելի ճիշտ ոչ թե այլ է, այլ հակառակն է։ Երկնաքերեր, գոլֆի դաշտեր, օծանելիք, անգամ օղի, բոլորը Թրամփի անունով։ Մի խոսքով, եթե ամերիկյան քաղաքականությունը երբևէ ունենար շոումենության մրցանակ, Թրամփը հաստատ գլխավոր հավակնորդներից կլիներ։ Դոնալդ Ջոն Թրամփը ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին Նյու Յորքի Քուինս թաղամասում։ Նրա հայրը Ֆրեդ Թրամփը հաջողակ շինարար էր։ Մայրը Մերի Թրամփը Շոտլանդիայից ներգաղթած ընտանիքից էր։ Դոնալդը 5 երեխաներից 4-րդն էր, սակայն հետագայում դարձավ Ամերիկայում առաջինը։ Թրամփի պատմությունը սկսվում է ոչ թե Սպիտակ տանը, այլ շինհրապարակներում։ 1971 թվականին նա ստանձնեց ընտանեկան բիզնեսի ղեկավարումը եւ սկսեց կենտրոնանալ Մանհեթենի խոշոր նախագծերի վրա։ Մի քանի տարի անց նրա անունը հայտնվում էր մամուլի առաջին էջերում, իսկ 1980-ականներին նա արդեն հաստատվել էր ամերիկյան միլիարդատերերի շարքում։ Թրամփի սովորություններից որոշները բավական անսովոր են։ Նա երբեք չի ծխել, գրեթե չի օգտագործում ալկոհոլ, հայտնի է դիետիկ գազավորված ըմպելիքների հանդեպ իր սիրով եւ տարիներ շարունակ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սանրվածքին։ Վերջին թեման նույնիսկ դարձել է ամերիկյան փոփ մշակույթի ու ուշ երեկոյան հեռուստաշոուների մշտական կատակների աղբյուր։
Եթե Թրամփի բիզնես կայսրությունը մեծ է, ապա ընտանիքն էլ փոքր չէ։ Նա 3 անգամ ամուսնացել է։ Առաջին կինը Իվանա Թրամփն էր, երկրորդը Մարլա Մելփսը, իսկ երրորդը Մելանիա Թրամփը։ 3 ամուսնությունից 5 երեխա ունի։ Նրանցից մի քանիսը տարիներ շարունակ ներգրավված են եղել ընտանեկան բիզնեսի կառավարման գործում։ Թրամփի կյանքում քիչ են եղել հանգիստ ու անամպ հարաբերությունները։ Միջազգային մամուլը տարբեր տարիներին առանձնացրել է նրա մտերմությունը Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեի հետ, իսկ ամենակոշտ հակասությունները հաճախ կապվել են Ջո Բայդենի, Ջաստին Տրյուդոյի կամ Անգելա Մերկելի հետ։ Թրամփի քաղաքական կարիերան նույնպես սովորական սցենարով չի զարգացել։ Նա 2 անգամ է ընտրվել ԱՄՆ նախագահ 2016 եւ 2024 թվականներին։ Նրա առաջին նախագահության ընթացքում ԱՄՆ-ն նոր լայնածավալ պատերազմ չի հայտարարել եւ ըստ էության նաեւ պատերազմ չի դադարեցրել։ Բայց ահա իր նախագահության երկրորդ ժամկետում Թրամփը ընդգծված խաղաղասեր է դարձել, հայտարարելով, թե 1.5 տարվա ընթացքում գրեթե 1 տասնյակ պատերազմներ է ավարտել։ Բայց փաստն այն է, որ հենց Թրամփի օրոք կայացավ Իրանի վրա հարձակումը, որը ԱՄՆ մասնակցությամբ ամենախոշոր ռազմական գործողությունն է վերջին տարիների ընթացքում։ Թրամփը սկանդալների պակաս էլ չի ունեցել։ Էմանուել Մակրոնի հետ երկարատև ձեռքսեղմումները դարձել էին յուրատեսակ մենամարտ, իսկ Սպիտակ տանը Զելենսկու հետ վիճաբանությունը եւ Իտալիայի վարչապետի հետ կապված սկանդալը դարձել են մեմերի թեմա։ Եթե կա մի զբաղմունք, որի համար Թրամփը պատրաստ է ժամանակ գտնել ցանկացած օրակարգում, դա գոլֆն է։ Նա աշխարհի տարբեր երկրներում տասնյակ գոլֆի ակումբների սեփականատեր է, իսկ Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի հետ հարաբերությունների ամրապնդման հարցում գոլֆը նույնիսկ վերածվել էր յուրատեսակ դիվանագիտական գործիքի։ Վերլուծաբանների հաշվարկներով նախագահության տարիներին Թրամփը հարյուրավոր անգամներ այցելել է գոլֆի դաշտեր, սակայն ճշգրիտ տվյալ, թե միջինում օրական կամ շաբաթական որքան ժամանակ է անցկացնում այնտեղ, գոյություն չունի։ Փաստ է միայն, որ գոլֆը նրա կյանքի անբաժանելի մասն է, գրեթե նույնքան, որքան քաղաքականությունն ու բիզնեսը։ Սիրեն նրան, քննադատեն նրան, համաձայնեն կամ չհամաձայնեն, մի բան դժվար է հերքել։ Թրամփը վաղուց դարձել է ոչ միայն քաղաքական գործիչ, այլ մշակութային երևույթ, մարդ, որի մասին խոսում են բորսաներում, գոլֆի դաշտերում, հեռուստաշոուներում ու նախագահական բանավեճերում, իսկ նման արդյունքի հասնել կարողանում են շատ քչերը, անգամ եթե ԱՄՆ նախագահի աթոռին են։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։